Փոքրիկ Նելսոնը 8 տարեկան վերադարձավ դպրոցից, ճաշեց, վերցրեց հեծանիվը, գնաց խաղալու եւ այլևս չվերադարձավ։ Արցախ, Մարտունի, 1966 թվական, սեպտեմբեր։ 3 օր երեխային փնտրելուց հետո գտան նրա դին աղբի տակ։ Երկրորդ դասարանցի Նելսոնին խոշտանգել էր նույն դպրոցի տնօրեն ադրբեջանցի Արշադը, Ալամշադին եւ Զոհրաբը։ Տեղի քննչականը ոստիկանությունը արագ արձագանքեց եւ ոճրագործներին արագ բռնեցին, նրանք խոստովանեցին, որ կտրել էին երեխայի վիզը, ճակատին մեխ էին խփել եւ հետո սպանությունից հետո հանել էին նրա աչքերը, որովհետեւ մտածում էին, որ երեխայի աչքերի մեջ կարող է պահված մնային ոճրագործությունն իրականացնողների պատկերը։ Գնդակահարությունը կարծես թե անխուսափելի էր, բոլորը սպասում էին նման դատավճռին։ Դատերից մեկի ժամանակ Արշադի կինը մի տոպրակ ոսկի է բարձրացնում եւ ասում. «Չմտածես, ինչքան որ պետք լինի կտամ, ազատ կարձակեն»։ Դատական պրոցեսների ընթացքում հանկարծակի փոխվում են դատական պրոցեսին մասնակիցները, Բաքվից նշանակվում է դատավոր եւ հնչում է ադրբեջանական դատարանի դատավճիռը։ Արշադ 15 տարի, Ալամշադին 12 տարի, Զոհրաբ ազատել դատարանի դահլիճից։ Քար լռություն էր դատարանում եւ այդ ժամանակ երեխայի հայրը ցասումով լեցուն հարձակվում է մարդասպանների վրա։ Ներկաների խոսքերով երեխայի հայրը, որ հարձակվել էր այդ ցասումից ու խելագարված վիճակից, ոչ թե ուզում էր հենց այդ մարդասպաններին սպանել, այլ ինքնասպանության փորձ էր պարզապես։ Նա շատ լավ գիտեր, որ հային սպանողներին ադրբեջանական բանտում վերաբերվելու են որպես հերոսի։ Սակայն ժողովրդական դատարանի դատավճիռը սրբագրվեց ժողովրդական դատաստանով։ Արցախցիները հարձակվեցին այն մեքենայի վրա, որտեղ որ պահվում էին այս 3 ոճրագործները, հրկիզեցին այն։ Եվ այս քայլը արցախցիների վրա շատ ծանր նստեց։ Դրան հաջորդեցին ձերբակալություններ, ձերբակալվեցին 60-ից ավել արցախցիներ, մեծ մասն գնդակահարվեց, իսկ մյուս մասն էլ, որ բանտում էր, երկար տարիներ նստելուց հետո, երբ դուրս եկան, երկար չապրեցին։ Ես այս պատմությամբ ուզում եի ձեզ հետ կիսվել ոչ թե նրա համար, որպեսզի պատմեի այս ոճրագործության մասին, այլ ուզում եմ, որ մենք չանտեսենք եւ չտեսնելու չտանք այն իրականությունը, որ մեզ շրջապատում է։ Չտեսնելու չտանք այն վտանգը, որ մեզ սպառնալու է։ 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխումը լինելու է այն սկիզբը, որ եղել է Արցախում 1966 թվականին։ Եվ որպեսզի այդ օրը չգա, որպեսզի մենք հայ մայրերս հանգիստ եւ անվտանգ լինենք Հայաստանում, որպեսզի երբ ադրբեջանցին ինչ որ հանցանք գործի, մենք վստահ ենք, որ այդ օրվա իշխանությունները ասելու էին մենք եկեք չպատժենք ադրբեջանցիներին, որովհետեւ պատերազմ կսկսվի, կսպառնան մեզ պատերազմով, որպեսզի այս բոլոր սցենարները չիրագործվեն, հունիսի 7-ին գնանք ընտրության, որպեսզի ադրբեջանցիները չգան։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։